Հարկ մեր Հիսուսին եղբայրներ քուրեր։ Այսօր անչափ ուրախ եմ, որ պաշտամունքի մեջ են գտնվում, անչափ ուրախ եմ, որ եկել եմ Հիսուսի ժողովրդի մեջ, եւ ամենամեծ ուրախությունը իմ եւ ձեր համար նա է, որ մեր հետ այստեղ ներկա է Քրիստոս։ Ալելույա։ Մենք էլ աշխարհի ամենաուրախ եւ երջանիկ ժողովուրդն ենք, որովհետեւ համ երկնքի խոստմունքները ունենք, համ մեր առօրյա խոստմունքներն ունենք։ Եվ այն գերազանց ուխտը, որը այսօր պատվական ուխտը, որ ունենք, գործում այստեղ երկրի վրա եւ շարունակվելու է երկնքում։ Հարկ մեր Տիրոջը։ Այսօր եղբայրներ քուրեր, եկեղեցին ապրում է գերազանց ընթացք։ Երբեք եկեղեցու պատմության մեջ նման ժամանակաշրջան չի եղել, որ նա հալածանք չունենա։ Այսօր եկեղեցին չի հալածում Հայաստանում։ Եկեղեցին 30 տարի շարունակ չի հալածում Ռուսաստանում։ Նման ժամանակաշրջան չի եղել։ Եվ այս ժամանակաշրջանը եղբայրներ քուրեր ունի իր նպատակը։ Այստեղ նստած են եղբայրներ, որոնք շատ պարզ հիշում են այն ծանր օրերը, երբ որ 10 հոգուց ավել չեն կարող հավաքվել։ Եվ մեր խոսքը մեր բառապաշարի մեջ հաստատվեց մի տենց խոսք. գնում ենք տասնյակի, որովհետև 10-ից ավել չենք հավաքվում։ Ո՞վ է հիշում տասնյակները, եղբայրներ քուրեր։ Հիշում եք։ Հիմա էլ չենք ասում գնում ենք տասնյակի, գնում ենք պաշտամունքի։ Այն տասնյակներին մենք չենք հավատում, որ կարա մի ժամանակ գա, որ ազատ հավաքվենք։ Ազատ երկրպագենք Տիրոջը։ Հիմա այդ օրերը մենք վայելում ենք, փառք մեր Տիրոջը։ Դա նրա շնորհքն է, նրա ողորմությունն է եւ Աստծո ժողովրդի աղոթքների հետևանքն է։ Բայց մենք գիտենք Աստված երբեք ոչ մի բան պարապտեղը չի անում։ Աստծո բոլոր խոսքերը եւ իր արած գործը եկեղեցու հանդեպ միշտ ունի աստվածային նպատակներ, եղբայրներ քուրեր։ Եվ այս օրերը չեն տրված մեզ, որ մենք քեֆերի մեջ ապրենք, որ մենք ընդհանրապես հենց ուրախ վայելենք եւ ոչ մի բանի մասին հոգ չտանենք։ Դրա համար չեն տրված։ Եվ առաջի համարը, որ կարդանք, գրված է Եսայիա մարգարեության 60-րդ գլուխ, առաջի համարի առաջի մասը։ Վեր կաց լուսավորվի, որովհետև լույսդ եկել է։ Վեր կաց լուսավորվի։ Սա հրաման է, եղբայրներ քուրեր։ Մարդը ինքնուրույն չի կարող լուսավորվել, որտեղ մեր մեջ լույս չկա։ Խավարը երբեք ինքնուրույն չի կարող լուսավորվել։ Բայց այս խոսքը ուղղված է Տիրոջ ժողովրդին, ասելով վեր կաց եւ լուսավորվի, որովհետեւ լույսի ժամանակը եկել է արդեն։ Բայց տեսեք, լույսը կարող է գա, իսկ մարդը շարունակի քնի։ Կան չէ՞ տենց մարդիկ, կան ծույլիկ երեխաներ, արդեն ժամը 3:12-ին քլը քնած է։ Ուրիշները արդեն դասի են գնացել, գործ են արել, հարցեր են լուծել, չէ՞։ Գումար են աշխատել, իսկ երիտասարդը քնած է մինչև 12-ը, մինչև 1-ը։ Լույսը չի օգտագործում։ Այստեղ գրված է, որ քո լույսը, անձամբ քո լույսը եկել է, եւ դու պիտի ոտքի կանգնես։ Համարի երկրորդ մասը ասում է. Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Տիրոջ փառքի լույսն է եկել, եղբայրներ քուրեր։ Չի եկել մեր գաղափարի լույսը։ Չի եկել մեր փառավոր անվան լույսը։ Տիրոջ փառքի լույսն է եկել։ Եվ կարծես այս ամենը մարգարեն դնում է մի կողմ, եւ ահա նկարում է մի ուրիշ շատ ծանր նկար։ Եվ ասում է, որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը։
Եվ մենք տեսնում ենք երկիրը, որի մասին մարգարեն ասում է խավարը ծածկել է, ոչ թե պիտի ծածկի, այլ արդեն ծածկել է։ Եվ աշխարհը սովորել է ապրել խավարի մեջ։ Դա դարել է ինչ-որ մի բնական երևույթ աշխարհի համար։ Նրանք խավարի մեջ ապրել են 10 տարի առաջ, 50 տարի առաջ, 100 տարի առաջ, 10 տարի առաջ, 10 տարի առաջ։ Նրանց համար խավարը նորմալ մտնելորդ է։ Բայց եկեղեցու համար ոչ։ Եվ շարունակում ենք տեսեք ինչ ասում ասո խոսքը։ Եվ մարախուղը ազգերը։ Երբ որ մարախուղը իջնում է ինչ որ տեղի վրա, կարծես ոնց որ լույս է, բայց բան չես տեսնում։ Բան չես հասկանում, որտեղ ես գտնվում, ուր պիտի գնաս։ Մի անգամ մեքենայով գնում ենք, ընտանիքովս երեխաները բոլոր մեքենայի մեջ ենք, եւ մտանք մի գյուղ, այդտեղ պիտի պաշտամունք լիներ, եւ ինչպես ես հիշում եմ, կարծես ճիշտ եմ գնում, ճանապարհը ճիշտ եմ բռնել, բայց մարախուղը սարսափելի մարախուղ։ Ես էլ կամած մեքենան քշում եմ, որտեղ պետքա թեքվում եմ, եւ սրտիս մեջ անհանգստություն։ Կանգնիր։ Ես ասում, բայց խիպտի կանգնեմ, հիշում եմ, սենց պետք է գնամ։ Նորից կանգնիր։ Վերջապես կանգնեցի, մեքենան կանգնեցի, դուռը բացում եմ, որ իջնեմ, ոտս իջացնում եմ, հատակը չեմ տեսնում։ Դու մի ասա, եզրին եմ կանգնած արդեն։ Եզրին։ Դե խորը առու է, շատ խորը, մեքենան շուր կգար։ Եղբայրներ քուրեր, խավարի մեջ քայլող մարդը 100% մոլորվելու է։ Ոչ թե 90%, ոչ թե 99%, 100% մոլորվելու է խավարի մեջ ապրող մարդը։ Մարախուղը ինչքան է լավը լինի, նա մարդուն սուտ է խոսում։ Բայց ոնց շարժվենք եղբայրներ քուրեր։ Ամբողջ մարդկության պատմության մեջ հանդիպում են տարբեր փիլիսոփաներ, տարբեր գեղեցիկ ուսմունքներ, տարբեր դրվածքներ եւ վիճակներ։ Գրված են հազարավոր, 100,000-ավոր գրքեր են գրված։ Ինչպես պետքա ճիշտ ապրել, ինչպես պետքա երջանկություն վայելել, ինչպես պետքա տարբեր հարցեր ընտանիքի լուծել, բայց միայն մի գիրքն է մարդուն լույս տալիս։ Աստվածաշունչը, ալելույա։ Եվ այստեղ գրված է, քո լույսը եկել է։ Այս խոսքը ուղղված է քեզ, ուղղված է Աստծո ժողովրդին, որը գիտի Տիրոջ մասին, որը գիտի ով Աստված, բայց հələ ոտքի չի կանգնել։ Շատ հոգևորներ եղբայրներ քուրեր այսօր ապրում են մի հաստատության վրա։ Ես տկար եմ, ես տխուր եմ, ես անուժ եմ, ես ոչինչ եմ։ Իրոք մարդ իր բնությամբ ոչինչ է։ Իրոք մարդու մեջ ոչ մի լավ բան չկա եղբայրներ քուրեր։ Բայց Աստված քեզ արդեն լուսավորել է։ Նրա փառքը քո վրա եկել է արդեն։ Բայց մարդը շարունակում է վկայելով նույն խավարի հոգեբանությունը։ Ասում ես ոչ մի բան չեմ կարող։ Բայց Աստծո խոսքը ասում է վեր կաց։ Սրա մասին խոսում է նույնպես Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 14 համարում հետևյալն է մեզ ուղում ասելով. Դուք աշխարհի լույսն եք։ Մի քաղաք, որ կենում է սարի վրա, հարց։ Մի քաղաք, որ կենում է սարի վրա, կարող է թաքցնել իրան եղբայրներ քուրեր։ Ոչ։ Եվ Աստված այսօր իր եկեղեցուն տալիս այդ գերազանց ուղղությունը, նա բարձրացնում է եկեղեցին սարի վրա, որ բոլոր քաղաքները տեսնեն եկեղեցու փառքը։ Ահա Տիրոջ նպատակը այս ազատության ժամանակների համար։ Աստված իր եկեղեցին այսօր ամեն տեղ ցույց է տալիս։ Ինձ եւ քեզ, քույրիկ եւ եղբայր,
Աստված նպատակ ունի, որ քեզ բոլորը տեսնեն, որ դու Աստծո լույսն ես աշխարհի համար։ Դու հասարակ մարդ չես, որովհետև Աստծո սուրբ արյունը քո վրա գործ է արել։ Աստծո ճշմարտության խոսքը իմ եւ քո գաղափարը ամբողջովին փոխել է։ Աստված մեզ գնել է եղբայրներ քուրեր։ Իր այրանգինն է տվել։ Եվ դու հասարակ չես արդեն։ Եվ քո մեջ իր աստվածային լույսն է դրել, որ այդ լույսով ծառայես։ Ես նույնպես մնում եմ էլի այն ոչինչ մարդը, որ եղել եմ։ Բայց Աստծո լույսը այսօր իմ եւ քո վրա է։ Իմ եւ քո մեջ է։ Երբ որ երկինք այսօր նայում է եկեղեցուն, ամբողջ հրեշտակած աշխարհը, հրեշտակները տեսնում են ձեր վրա Հիսուս Քրիստոսի արդարության բեհեզները։ Այո, մենք տկար ենք, այո, մենք ոչինչ ենք, բայց մենք Տիրոջ ժողովուրդն ենք, ալելույա։ Եվ դուք եք աշխարհի լույսը։ Եվ մյուս հրամանը, որ տալիս է մեզ Քրիստոսը, գրված է 16-րդ համարի մեջ։ Այսպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առջև։ Սա հրաման է եղբայրներ քուրեր։ Ոչ թե խնդրում Աստված, ասում է ինչ կլինի, թող ձեր լույսը լուսավորի։ Ձեր լույսը թող լուսավորի մարդկանց առջև։ Որ նրանք ձեր բարի գործերը տեսնելով, ձեր սուրբ կյանքը տեսնելով, գան դեպի Աստծո լույսը։ Քրիստոսը մարմնով այսօր աշխարհի վրա չի գործում։ Մենք նրան որպես մարմնով չենք տեսնում եկեղեցում, բայց նա մեր մեջ ներկա է, փառք իրան։ Եվ եկեղեցու մեջ եղած լույսը այսօր ժողովուրդներ է կանչում, ժողովուրդներ է բերում։ Եվ այսօր մեր հարցն է, լուսավորենք, թե շարունակենք պարկել, եղբայրներ քուրեր։ Շարունակենք քնել։ Չէ որ քնելը հաճելի բան է։ Էլի հավատացյալ եմ, փրկված եմ, իմ մեղքերը ներված են, շատ ուրախ եմ Տեր Աստված, բայց ուզում եմ քնել։ Ոչ մի հոգևոր գործի մեջ չեմ ուզում մասնակցել։ Եկեղեցու ոչ մի ծառայության մեջ չեմ ուզում մասնակցեմ։ Շաբաթը մի անգամ կիրակի օրը գամ կնստեմ պաշտամունքին, օրհնությունը կվայելեմ, պետք է գնամ տուն։ Եվ գիտեք, բազում հոգևորներ եկեղեցի գալիս են միայն օրհնություն վայելելու համար, ուրիշ ոչ մի բանի համար։ Գալիս են օրհնվելու համար։ Օրհնվում են ուրախ տուն են գնում։ Սա հոգևոր քնած վիճակ է, եղբայրներ քուրեր։ Լույսը քո վրա իջնում է, ուրախանում ես, բայց ելի շարունակում ես քնել։ Բայց Տեր ասում է վեր կաց։ Ինչու է տարբերվում վեր կացած մարդը պարկած մարդուց։ Պարկած մարդը ամենագերազանց բաների մասին կարա երազի, բայց ոչ մի բան չի անի։ Իսկ այն մարդը, որը ոտքի է կանգնել, շորերը հագել է, չէ՞։ Գոտին կապել ամեջքին, մեկեցունից գնաց, ճաշ էփեց, տունը հավաքեց, մեկին օգնեց, մեկին զանգեց, մեկին մխիթարեց, չէ՞։ Մեկ էլ անցնում է մի ամիս, մի տարի հետո, մեկ էլ տեսնում են այս քուրիկին, այս եղբորը, ուր գալիս է, սիրով ընդունում են, ուրախ ընդունում են։ Իսկ այն մյուսը, որը միշտ ուզում էր քնել, ասում ես խիեն քեզ սիրում, ոնց ինձ չեն սիրում։ Ինչի ինձ այդպես չեն վերաբերում ցուր քեզ։ Է որտեղ որ դու պաշտամքի գալիս ես, մենակ գալիս ես օրհնություն վայելելու գնալու։ Իսկ ես գալիս եմ Աստծո անունը փառավորելու։ Իմ papa Սերգեյ եղբայրը ճանաչում եք իրան շատ լավ։ Միշտ սովորացնում էր եւ ասում էր. ծառա եղիր։ Ծառա եղիր։ Ծառայի հոգեբանություն էր սովորացնում եղբայրներ քուրեր։ Միշտ վազի, միշտ ծառայի։ Թող Հիսուսի լույսը եղբայրներ քուրեր, այսօր ամեն մեկից մեջ տնելով Աստծուն փառք բերի։ Եվ այդ լույսը պիտի լուսավորի ձեզ ձեր ընտանիքի մեջ։ Այդ լույսը պիտի լուսավորի աշխատանքի վայրում։ Այդ լույսը պիտի լուսավորի եկեղեցում։ Այդ լույսը պիտի լուսավորի եղբայրներ քուրեր անգամ ձեր թշնամիների մեջ, որոնք ձեզ ատում են, որոնք ձեզ վատ խոսքեր են ասում, որոնք ձեզ վիրավորում են,
Բայց մեր մեջ լույս է բնակվում։ Աստծո փառքն է ձեր վրա, եղբայրներ, քուրեր։ Այդ լույսը ինչքան էլ խավար ուղարկես լույսի վրա, էլի լույս է տալու։ Բայց ինչքան ցավոտ վիճակներ է ստեղծվում, երբ որ քույրիկը, եղբայրը մի բան իր սրտով չի լսում, մոռանում է, որ ինքը լույս է արդեն։ Կարա այնքան խավարի խոսքեր ասի, որ շուրջը լրիվ խավար կտիրի արդեն։ Հեշտությամբ կարա նեղացնի մարդկանց։ Հեշտությամբ կարա ում պետքա տեղը դնի, ասի տեսար սաղին ոնց տեղը դրեցի։ Տեսար ոնց սաղի բերանը փակեցի։ Տեսար ես ոնց եմ։ Հա, բոլորը տեսան ով ես դու, բայց Աստծո լույսը չտեսան։ Թող Տեր այսօր օրհնի մեզ, եղբայրներ, քույրեր։ Ինձանից առաջ եղբայրը կարևոր միտք խոսեց։ Այնպես ապրենք մեր օրերը, ժամերը, վայրկյանները, որ մեր կյանքի վերջում մենք մխիթարված լինենք մեր կյանքով եւ մեր գործերով։ Թող Տերը փառավոր։ Կարողանանք ասել իմ ճանապարհները անցան գեղեցիկ տեղերով։ Եվ իմ վարձքը, իմ ժառանգը ինձ հաճելի է։ Տիրոջ փառք իջնի ձեր վրա, սիրելի եղբայրներ, քույրեր։ Տիրոջ զորությունը գործի ձեր կյանքում։ Մենք ինչպես Աստծո եկեղեցի չենք կանչված քնելու համար։ Մենք չենք կանչված միայն օրհնություն վայելելու համար։ Մենք չենք կանչված, որ միայն մխիթարվենք։ Մենք կանչված ենք Տիրոջ օրհնությունը տարածենք, Տիրոջ մխիթարությունը տարածենք եւ տկար մարդկանց բերենք Հիսուսի մոտ, որ նրանք էլ մեր նման ուրախանան, մեր նման մխիթարվեն։ Ինչպես եղբայրը առաջի խոսեց ծոմի մասին, տեսեք, ծոմը քնած մարդը չի կարող ծոմի ծառայություն անել։ Ծոմ կարող է պահել միայն մարդը, որը պատրաստ է ծառայելու։ Ծառայելու բարի եղբայր քուրիկներին, ծառայելու տկար եղբայր քուրիկներին, ծառայելու իր թշնամիներին, ի բոլորի համար եւ բոլորի համար ցավ քաշելու։ Միայն այդ մարդը կարա ծոմ պահի։ Եղբայրներ, քուրեր, ես Տերի մասին խոսվեց։ Նա Աստծո կողմից գերազանց օրհնություն է ստացել, թագուհի է դարել։ Եվ կարող էր այդ օրհնությունը վայելել, չէ՞։ Բայց եկավ մի օր, որ նա համաձայնվեց կյանքը դնել, ամեն բանից զրկվել, բայց Աստծո փառքը որ իջնի ժողովրդի վրա, եղբայրներ, քույրեր։ Սա արթուն վիճակն է, որ դու ոչ թե միայն քո մասին մտածես, եւ որ ես ոչ թե միայն մասին մտածեմ, այլ Աստծո ժողովրդի համար։ Ելեմ ասում, մենք ոչինչ ենք, բայց մեր մեջ Աստծո զորավոր լույսը կա։ Մենք ոչինչ ենք, բայց մեր վրա Աստծո փառքի լույսը կա, եղբայրներ, քույրեր։ Եվ թող այդ լույսը գործի ամեն տեղ։ Թող այդ լույսը մարդկանց կյանք բերի։ Իսկ մենք խոնարհ շարունակենք մեր կյանք անցնել։ Չսպասելով որ մեկ մեզ պիտի գովա, որ մեկը մեզ պիտի ինչ-որ փառք տա, մեզ պետք չէ փառքը, եղբայրներ, քույրեր։ Բայց Տիրոջ լույսի գործը պետք է։ Տերը փառավորվի մեր մեջ։ Եվ հիմա աղոթք պիտի անենք։ Աղոթք կանենք բոլորիս համար։ Ոտքի կանգնենք, խնդրում եմ։ Աղոթք կանենք բոլորիս համար։ Առաջինը նրանց համար, որոնք կանգնած են այսօր լույսի մեջ եւ պատրաստ են գործելու։ Եվ աղոթենք նրանց համար, որոնք դեռ կանգնած չեն, եղբայրներ, քույրեր, որ ոչ մեկը քնած չմնա այսօր։ Բոլորը ոտքի կանգնեն եւ Տիրոջ լույսի մեջ գործելով Աստծո անունը մեծարեն մեր շրջապատի մեջ։ Ամեն։